Ավարտեց Միացյալ Նահանգների փոխնախագահի տարածաշրջանային այցը։ J.D. Vance-ն այսօր ցերեկը Բաքվից վերադարձավ Վաշինգտոն։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ տարբերություն կնկատես, եթե համեմատես Vance-ի Բաքու եւ Երևան այցերը։ Տարբերություններից մեկը այն է, որ նախ հիշեցնեմ, եթե Vance-ը ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր ամերիկացի, որը երբևէ այցելել էր Երևան, ապա Բաքվում մինչ այդ ԱՄՆ փոխնախագահը եղել է Դիկ Չեյնին 2018 թվականին այցելել։ Այս անգամ այսպես փորձում էին պարիտետ ստեղծել կամ պարիտետի տպավորություն ստեղծել Բաքվի եւ Երևանի միջև, բայց երբեմն դա ոչ հաջողվում էր, ոչ էլ նպատակ կար, հա, որոշ դեպքերում։ Մասնավորապես, օրինակ, եթե համեմատենք ստորագրված փաստաթղթերը, Երևանում ստորագրվեց այդ 1-2-3 հայտնի փաստաթուղթը էներգետիկ ոլորտում համագործակցության մասին, մինչդեռ Բաքվում ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին խարտիան։ Առաջին հայացքից Բաքվում ստորագրած փաստաթուղթը ավելի ծանրակշիռ է եւ կարեւոր, բայց պետք է հիշեցնեմ, որ նույն այդպիսի մի խարտիա Հայաստանի հետ Միացյալ Նահանգները ստորագրեցին շաբաթներ առաջ, հունվարի 14-ին։ Այսինքն Հայաստանի հետ ձգտել են ավելի շուտ այդ փաստաթուղթը ստորագրել, որպեսզի այցի ընթացքում ստորագրվի մեկ այլ փաստաթուղթ, որը հիմնված կլինի խարտիայի վրա։ Այդ իմաստով Ադրբեջանի հետ ամերիկացիները այսպես արեցին այն, ինչ Հայաստանի հետ արդեն արված էր։ Երկրորդը, ինչ վերաբերում է ներդրումներին, Հայաստանի դեպքում շատ հստակ թիվ էր հիշատակվում, 9 միլիարդ դոլարի մասին է խոսվում, մինչդեռ Ադրբեջանում ամերիկացիների սպասվող ներդրումների ծավալի մասին առայժմ հստակ պատկերացում չկա։ Թեև ոլորտները, որում ակնկալվում է այդ ներդրումը, արդեն հայտնի են։ Դա եւ տրանսպորտն է, եւ էներգետիկան է, եւ ինչը կարող է անսպասելի թվալ, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Այս դեպքում իսկապես ամերիկացիները կարծես բալանս են եւ պարիտետ են ստեղծում, քանի որ ադրբեջանցիներին եւս խոստացել են, որ այնտեղ արհեստական բանականության դատակենտրոն են հիմնելու, բայց որևէ տեղեկություն չկա, թե ինչ գումարներ են դրա համար ներդրվելու։ Մինչդեռ Հայաստանում 4 միլիարդ դոլարի մասին է խոսք գնում։ Հաջորդը զենքի մատակարարումների մասին։ Եթե Հայաստանին ամերիկացիները հստակ հայտարարում են, որ 11 միլիոն դոլարի անօթաչու սարքեր են մատակարարելու, ապա Ադրբեջանին մատակարարելու են նավակներ, որոնց արժեքը առայժմ հայտնի չէ, եւ այստեղ արժի տարբերությունը նկատել, հա, եթե անօթաչու սարքերը կարող են Հայաստանի համար օգտագործվել եւ հավանաբար կօգտագործվեն նաեւ Ադրբեջանի դեմ հետախուզության համար, պարզ է, որ ամերիկյան նավակները Ադրբեջանը հազիվ թե կարողանա ինչ-որ կերպ օգտագործել Հայաստանի դեմ, քանի որ դրանք ավելի շատ հավանաբար Իրանի դեպքում են օգտակար լինելու եւ Կասպից ծովում են օգտագործվելու։ Եվ նաև հիշատակեմ այդ արարողակարգային միջոցառումների տարբերությունը, եթե Երևանում Vance-ը այցելեց Ծիծեռնակաբերդ, ինչը կարող էր եւ հարուցեց Թուրքիայի դժգոհությունը, ապա Vance-ի այցը այդ շահիդների ծառուղի կանխատեսելի էր եւ այդ իմաստով ոչ մեկի դժգոհությունը հարուցել չէր կարող։ Թեև իհարկե մեզ չէր կարող չտեղրեցնել այն փաստը, որ Ծիծեռնակաբերդ այցելելու մասին տեղեկությունը ժամեր անց Vance-ի սոցցանցերի էջերից հանվեց։ Եվս մի հետաքրքիր հանգամանք, որի մասին կարծում եմ արժի խոսել, թեև Vance-ը մի քանի կոմպլիմենտ է շռայլել Ալիևի հասցեին, նա երբեմն իրեն թույլ էր տալիս հայտարարություններ կամ կատակներ, որոնք կարող էին եւ Ալիևի դուրը չգալ։ Մասնավորապես այն, որ հիշատակել էր, որ Ադրբեջանի առաջին լեդին նաև Ադրբեջանի երկրորդ անձն է, առաջին փոխնախագահն է։ Այդ կապակցությամբ Vance-ը կատակել է, որ իմանալով այդ մասին հուսով է, որ իր կինը նոր գաղափարներ առաջ չի քաշի։ Կարծում եմ դա գիտակցաբար արված այսպես ազդակ էր այն մասին, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգներում Ադրբեջանը այսպես շատ ժողովրդավար պետություն չեն համարում, քանի որ մեկ անձն է այդ պետությունում ամեն ինչ որոշում։ Vance-ը խոստացել էր նաև Բաքվում բարձրացնել հայ գերիների հարցը, խոստումը պահեց։
Այո, մի շարք հասարակական գործիչներ այդ խնդրանքով դիմել էին նախապես Վենսին, Հայաստանի վարչապետը եւս հաստատել է, որ այդ հարցը Երևանում քննարկվել է։ Եվ ահա, բայց Բաքվի այցի ավարտից հետո արդեն Վենսի մամլոխոսնակը իր տարածած հաղորդագրության մեջ հաստատում է այն, որ փոխնախագահը Ալիևի հետ զրույցում բարձրացրել է հայ գերիների ազատ արձակելու հարցը։ Բնական է չի անդրադարձել նրան, թե ինչպես է պատասխանել այս դիմում խնդրանքին Իլհամ Ալիևը։ Համենայն դեպս այս հարցում կարող են իսկապես ինչ-որ զարգացումներ լինել։ Եվս նաև հետաքրքիր է այն, որ այցից առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ ադրբեջանական հասարակական կազմակերպությունները դիմել էին Վենսին խնդրելով Փաշինյանի հետ զրույցում բարձրացնել ադրբեջանցիների արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավունքի հարցը։ Դժվարությամբ եմ հավատում, որ այս նախաձեռնությանը Վենսը արձագանքել է, համենայն դեպս նրա մամլոխոսնակը ոչինչ այդ մասին չի ասել։ Արտեմ, իսկ ինչպես կմեկնաբանես այն փաստը, որ Ծիծեռնակաբերդ այցի մասին տեղեկությունը Վենսը հեռացրել էր իր էջից։ Դա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Թուրքիան Միացյալ Նահանգների համար իսկապես կարևոր նշանակություն ունի, հավանաբար Անկարայից եկած ազդակի հետևանքն էր այդ ամենը, եւ արդեն նկատվում է, որ այս հանգամանքը դարձել է Միացյալ Նահանգներում ներքաղաքական, այսպես որոշ զարգացումների առիթ, քանի որ հանրապետականների մրցակիցները օգտագործում են դա վարչակազմին վարկաբեկելու նպատակով։ Մասնավորապես ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է եւ մեղադրել է Վենսին հետևողական չլինելու մեջ։ Նա հիշեցնում է, որ երբ նա էր պաշտոնական այցով Երևանում, ոչ միայն այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ տարածել էր այդ մասին տեղեկությունը բոլոր հնարավոր հարթակներում, այլ նաեւ հստակ խոսում էր եւ պահանջում էր ցեղասպանությունը ճանաչել եւ իր անունով կոչել։ Բացի այդ, հիշեցնում է, որ հենց դեմոկրատներն էին իշխող կուսակցությունը այն ժամանակ, երբ 2019-ին կոնգրեսը ճանաչեց ցեղասպանությունը եւ երբ Սպիտակ տան ղեկավարը նույնպես օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Դա իհարկե արժի դիտարկել այն համատեքստում, որ գիտենք, որ շուտով այդ միջանկյալ ընտրություններ են Միացյալ Նահանգների կոնգրեսում եւ այս հանգամանքը եւս դեմոկրատները օգտագործելու են Կալիֆոռնիայի հայերի ձայները ստանալու համար։ Շնորհակալություն, Արտեմ։